Դե բնական է ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն։ Մի րոպե, ձերդ։ Դեկի խաչետ։ Փողոցում չես լավ քեզ մարդավարի պահում։ Պարոն Սուքյասյան։ Ուրեմն ունեցեք։ Լռություն մի վարքյան, սուս մնա։ Իա որն է բա։ Էդ իան ով ասեց։ Կարգի հրավիրեք այդ ազնվորությանը, որ արձագանք չլինի իրա։ Ելույթը ձեզ շարունակեք, տիկին խաչետն է, խնդրում եմ լռեք թող ելույթ շարունակեք։ Մի րոպե, լավ։ Քանի որ տիկին Փոստանջյանը դուրս չեկավ, ոչ մի բան չի Վեճ, լավ, Տիկին Փոստանջյանից վարկագից հաստատ չի ցուցաբերել տիկին խաչետը։ Լավ, դատավորի այդ բանը թողում ենք։ Մի վարքյան, իմ ժամանակ վերականգնեք, իմ ժամանակը։ Շնորհակալություն։ Ուրեմն, ինչպես գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել ին վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի։ Այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պետք է լոյալ լինեմ։ Ում դեմ պայքարել եմ, միջև վերջ մնացել եմ հավատարիմ իմ պայքարին, ոչ թե եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել եւ այլն, այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք ով որտեղ ա եղել, ինչ դիրքերում ա եղել, ով ինչ պայքար ա տարելու հիմա ինչ դիրքերում ա, ունատել առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրները, կարկառուն դեմքերը, այսօր Սուրեն Աբրահամյանը նախկին քաղաքապետ ուր ա, ինչ դիրքորոշում ունի այս իշխանությունների հանդեպ, ի տարբերություն ձեզ նամուստ հասիբ ունի այդ մարդը, նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ուր ա ձեր կուսակցության առաջին նախագահ, նամուստ հասիբ ունի այդ մարդը, կապ չունի նախկին իշխանություններին դեմ ա եղել, այդ չի նշանակով նախկիններին դեմ ա եղել, պետք է ավտոմատ հավատարիմ լինի այս իշխանություններին, այդ ինչ մանիպուլյացիա, այդ ինչ տեքստ ա, այդ ինչ եք խոսում, այսինքն նախկինների ինադու երկիրը վարի տվող իշխանության հանդեպ պետք է լոյալ լինեք, չէ, ուրիշ բան չկա, դուք ընդամենը նախկին իշխանությունների արատավոր բակերը շահարկելով, որ այսօր դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը, դուք դա ընդամենը անում եք նրա համար, որ ֆոտոշոփով շենքերը հեռացնեք իրարից, շին թրտուվություն տակ, ձեր այդ փոխկապակցված անձիկ իհատ բիզնեսները զարգացնեն, էտա ձեր հայրենասիրության ընկալումը, Վազգենի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտենալու տակ, այ էդ եք դուք, մի հատ նայեք դուք ով եք, ում ինչ եք ասում, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ապա կոռուպցիայի մեջ թաթախված է թաղապետարաններն ու քաղաքապետարանները, ամիս չկա մեկի չձերբակալեն չտանեն, էս ինչ եք եկել խոսում ստեղ, ու դուք չեք հասկանում, որ տենց բաներից իշա իոքուտ ձեզ դուրս չի գալու վերջնարդյունքում թեման, ես միշտ ընդդիմություն եմ եղել, ու շարունակում եմ մնալ ընդդիմություն, դրա համար էլ է պլոճիկ պետք, ոչ թե ձեր նման, մնացել եք կցորդի կարգավիճակում, բայց ոչինչ, քիչ մնաց, համբերեք, եսա առաջիկա ընտրական պրոցեսներով, դուք այդ ամենից էլ եք զրկվելու։ Հա, դու այդտենց շատ այդտենց ծկլթոցներ հանեք ձեր տեղից, ուրիշ ինչ պետք է հանեք դուք, էդ էլ ընդամենը ձեր արածը։ Սիրելի երևանցիներ, թե բովանդակային առումով, թե իրավական, դատական իրավական տիրույթում, թե քաղաքական հարթությունով, Մայր Հայաստանը երևույթների, գործընթացների, կառավարման արդյունքների հանդեպ ունի սկզբունքային դիրքորոշում ու ոչ մի կախկանձոց կողքից ու ոչ մի կողքի վայրահաչոց մեզ չի շեղելու մեր ուղուց ու թող որևիցե մեկը ոտատակ չընկնի, ինչպես ժամանակին COVID-ի պարետն էր ասում, որ ասում էր COVID-ից հետո էլ կա կյանք, պաշտոնից հետո էլ կա կյանք, նենց արեք, որ պարշճակած շարունակեք ապրել ես երկրում, ամոթանքի ու անարգանքի չարժանանակ փողոցներում, ձեր արածների ու ձեր չարածների համար։